Իրական Հայաստանի գաղափարին ով չէ։ Կարծում եք, որ տարածքային պահանջ ամեն դեպքում պետքա լինի, քանի որ իրական Հայաստանի գաղափարում մենք պահանջատիրություն պետք է չունենանք, պետք է ճանաչենք Թուրքիայի սահմանները եւ վերջ։ Դուք ո՞նց եք մտածում, այսինքն։ Ես մտածում եմ գիտական հիմքերի վրա։ Այս ինչ որ դուք ասեցիք, սա ցանկություն է, մեկ մյուսը դա քաղաքական գործընթաց է։ Հիմա նայեք, ոնց դու չունենաս տարածքային պահանջ։ Տեսնում եմ, մենք գնում ենք խաղաղություն, պետք է չունենանք տարածքային պահանջ։ Դուք ո՞ր դրակոնիչից եք։ Եղամեծեք Սանչեզ։ Եղամեծեք Սանչեզ։ Հա, Եղամեծ, հա։ Հիմա նայեք, խոսքը դրանից դու չունես։ Ես գցնեք այդ տարբերակը, դու չունես։ Բայց քո հանդեպ ունեն։ Քո հանդեպ ունեն։ Եթե դու ասում ես, ես չունեմ տարածքային պահանջ, չէ՞։ Բայց դա չի նշանակում, քո կողմնակիցը չի։ Հակամարտությունը երկու կողմ է։ Իսկ եթե այնտեղ ասում են, ասենք թե Թուրքիայի գենշտաբի պետը ասում է, որ գիտեք ինչ, մենք թույլ չենք տա, որ Խոջանոյի ցեղասպանությունը մոռանանք։ Կամ Ադրբեջանում ասում մենք 18 թվի ցեղասպանությունը բարձրացնելու է։ Դա ինչ է, հասկանում եք, սա այդ հարցերը տալիս է, պատասխանները ակնհայտ է։ Այդ գիտության մեջ գրված է, հիմա մի հատ կետ եմ գրում, ինչ է նշանակում ռազմական սպառնալին։ Եթե հարևան պետության ղեկավարը հնչեցնում է տարածքային պահանջներ, դա ռազմական սպառնալին է։ Ու դու պետք է դրան արձագանքես, ոչ թե խոսքերով, այլ դու իրան պիտի բերես համապատասխան, այս ինչ որ ես ասեցի պետության ցանկը, ով է նա կոնֆլիկտը իր մեջ, թե քեզ օգա, թե դու դաշնակից ես իր հետ։ Դրանից հետո մշակում ես հայեցակարգը ու մտցնում ես ով է հայեցակարգի ինչ հարցերի է պատասխանում։ Շահերը պետության, սպառնալիքները եւ ոնց է քեզ օգասում։ Ով է հիմա մեր սպառնալիքը կա։ Մեր բանակը ում հետ է պատրաստվում այդ զենքը որ գնում են, ում դեմավորված։ Քաղաքական առումով ես հասկանում եմ, այստեղ կա նաև դիվանագիտություն, դու չես ասում, որ ես ուղում եմ ասում, թե բանի դեմ ժամանակ ես շահում։ Ասում ես այդ նույն դրճագույն հարցերը, բայց պիտի իմանաս քոնենտոն, պիտի երկու մասի լինի անկար, բան ներողություն բաց եւ գաղնի մեջ պիտի դրես այդ ամեն ինչ։ Եվ քո բանակը իր դոկտրինում, որը բխում է այս հայեցակարգից, պետք է հստակ ինքը պատրաստի պատերազմի։ Ժամանակ այստեղ խնդիրը մեր գլոբալ ազգայինը եւ պետք է մենք չասենք թե մենք սա է մեղավոր կամսը։ Մենք այսօր մենք եթե Փաշինյանը չընտրվի, պատերազմ կլինի եւ չասենք։ Ոչ, ես դա չեմ համարում, որ դա այդպես։ Դե ինքը հայտարարել է դա չի, ես ասում պատերազմ լինելու չլինելու, դրա հարցին ես պատասխանեցի, բալանսը, ունեն բալանս։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անոնսեց սեպտեմբերյան պատերազմի մասին արտաքին հետախուզական ծառայությունը որոշակի վերլուծություններ ներկայացրել իբրև ռազմական գործիչ ձեր դիտարկումներով սեպտեմբերին, հոկտեմբերին կարևոր չի մոտ ապագայում մենք պատերազմի սպառնալիքի տակ ենք եւ ձեր նախորդ վերլուծությունների հիման վրա ուզում եմ մի հարց տալ ազգ բանակ հայեցակարգը պետությունը պատերազմի պատրաստելու հայեցակարգը թե ոչ ազգ բանակ այո դա նոր կարգախոս չի հանրապետականների հա գիտեմ չէ դե ես գիտեմ որ ամբողջ ես ընթացքում դերատեսում ունի ոնց է շատ ծրագրեր ա շատ կարգախոսներ ա բայց կյանքը ցույց տվեց որ մենք պարտություն կրեցինք, դա չի գործը։ Իսկ այդ կարգախոսը ես ձեզ ասեմ սովետական միությունից, կոչվում է «Народ и армия единая». Հասկանում եք, այստեղ նոր բան չես որ լինի։ Սա դրական է, եղեք այդպես պիտի բանակը ինքը ասում է պետությունն է պատերազմում, բանակ մենակ չի։ Մեր մոտ այսպես թերի բան կա, ընկալում կա, որ որ ասում են մենք անվտանգության համակարգ ունենք, բանակ ունենք։ Ոչ, բանակը դա անվտանգության համակարգի մի մասն է։ Համակարգը դա պետական համակարգ է, հասկանում եք։ Եվ այստեղ մեզ չհաջողվեց։ Եվ այստեղ ինձ համար բարձ է, հասկանում եք, կլինի ժամանակ ես կամրադառնամ զուտ մասնագիտական այս ամեն ինչի, թե մենք ինչ բացթողում ենք ունեցել այն ամենասկզբից, ասինքն մենք այն ժամանակ նայեք, ես որ եկա 90 թվին այստեղ, ջոկատներ ենք ու պատկերացնում ենք չեն գործում որ մի
օրենք, որը պետք է մարդիկ գնան պատերազմ։ Կամավոր եկել է, ասինքն հանդուկ գունդը, մարդիկ եկել են կամավոր կրվելու, բայց կանոնակարգված չի։ Ես ասենք իրան հրաման եմ տալիս, դու պետք է գնաս, այս դիրքը պահես, զոհվելու ես, ոնց որ ապարանի ջոկատի բաներով։ Բայց ինքը պարտադիր չի, ինքը կամավոր է։ Մենք կարողացանք այդ վիճակում պրոբլեմը կադրային սպաներ, կամավորներ, բնական է, կադրային սպաները սովորեն մի համակարգի, հրամանը տալիս ես կատարում։ Այս մարդիկ ուրիշ մոտեցումներ ունեն, կամավոր են իրան։ Դրա համար Վազգեն Սարգսյանի դերը այդտեղ երևաց, որտեղ ինքը լինելով այդ ջոկատներից, ինքը վստահություն են ներշնչում իրանց, ասինքն ես որ եկել եմ, առաջին մի 2 ամիսը մինչև ես իրանց այդ մարդերի մեջ չեմ մտել, ես չեմ վստահում։ Ասում եմ դրանն է, կայզերական բանակ ասալ, ես որ իրանց շարք եմ կարում ասում, պահանջում եմ իրանցից կարգապահություն, մոնուկը, բանակ, ասում եմ դրանն է, կայզերական բանակ։ Պարոն Հարությունյան, Սեպտեմբերյան պատերազմի մասը Եկեք գիտեք խոսքերը շաբաթը մի անգամ մենք հարցից պատասխանում եք ոչինչ։ Նիկոլ Փաշինյանը անոնսեց սեպտեմբերին պատերազմի հավանականության մասին արտաքին հետախուզական ծառայություններ վերլուծություններ ներկայացրել։ Մենք մոտ ենք պատերազմին հնարավոր։ նու նայեք, ես իվրա այդ բանը չեմ լսի պատասխանը, որպես մարդ կարող եմ։ Չէ, մի րոպե, ասեմ, մի ամիս ստացեք։ Քանի որ այդ պատասխանը, երբ որ հիմնավոր կամ ոչ ասենք թե ինտուիտիվ կամ բան, մարդ որը ղեկավարել է կառույցներ, ես հասկանում եմ որոշում ընդունելու կարող, ես պետք է ինֆորմացիա ունենամ, ասենք թե նույն արտաքին հետախուզությունը պետք է զեկուցի, ասենց ես վերլուծեմ ու ասեմ այո, ասենք թե բանակի հետախուզությունը պետք է զեկուցի, իմ կոնտակտները տարբեր պետությունների հետ կտային իմ հիմք, ասել կա կլինի թե ոչ։ Այդպես որ իմ պատասխանը հիմա կլինի զուտ անձնական եւ կարող է հիմնավոր չլինի, անկախ նրանից, որ ես զբաղվել եմ դուրս։ Ես ենթադրում եմ, որ սեպտեմբերին ասել հիմա կլինի թե չի լինի, չես կարող, ինչի։ Կախված է շատ գործոններից։ Ասենք թե կախված է թե ինչ է լինելու Իրան, Ամերիկա, Ռուսաստան, Ուկրաինա, Ադրբեջանը ինչ խնդիր է։ Մենք ակնհայտ հիմա տեսնում ենք, չէ՞ որ ինքը ազդում է վերլուծությունների վրա։ Թուրքիան է ազդում։ Եվ կլինի թե ոչ, կարելի ասել հավանականությունը մեծ է թե քիչ, այս պահի, բայց սա կարող է փոխվել վաղը։ Ռադիոն ինչ է իմ ասում, իր ելույթը վերջի, հիշում եք ինչ ասում, ասում ենք ուշադիր հետևում ենք, այնտեղ կան ուժեր, որոնք ռևանշիստական կարգախոսներ են դնում։ Մենք հետևում ենք եւ եթե իրանք շարունակեն, մենք դիմենք գործողություններին։ Ինչ է, սպառնալիքը։ Հաշվի առնելու ես թե ոչ, իհարկե պետք է հաշվի առնել։ Այդպես որ բայց ես ենթադրում եմ, որ հավանականությունը կա, բայց մեծ չի։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։